Պարոն վարչապետ, ես այս խոսակցությանը կարող եմ ավելացնել նաև, որ հայկական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ նաև ծաղիկների համար այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ որոշ դեպքերում ինչպես պարոն Պապոյանը նշեց արդեն այսպես փորձնական եւ գուցե նաեւ հետագայի պոտենցիալով առաքումներ արվում են, արտանում արվում է, որոշ դեպքերում առաջիկա օրերին շաբաթներին կտեսնենք, չեմ կարող թաքցնել եւ իմաստել չունի առանձին ուղղություններով, քանի որ նոր են այդ շուկաները եւ կոնտակտները, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել նաեւ բիզնեսներին եւ բիզնեսների հետ ծանոթացնել։ Ես էլ եմ կարծում, որ այս բանով մարտահրավերով հանդերձ, որը կարծես թե լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերներ են այդ մասին վկայում, մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին եւ մեծ հաշվով տեղի ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում ենք եւ պլանավորում ենք, դա բազմազանեցումն է հայկական արտադրանքի ուրեմն այդ արտահանման սպառման շուկաների եւ ես ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել այս process-ին, կարծում եմ, որ լոգիստիկ, անծանոթության պայմանավորված զանազան խոչընդոտները արագ հաղթահարվելու են եւ մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար։